8 ռաունդանոց մենամարտ են անցկացնելու բռնցքամարտիկները Արտյոմ Հովհաննիսյան, Արչի Ռեյ Մարկես, Մեքսիկա։ Մենք Մարկես ազգանունով էլի բռնցքամարտիկ ենք հանդիպել աշխարհի չեմպիոն։ Իհարկե, Մարկես եւ բռնցքամարտիկ ունենք եւ ֆուտբոլիստ ունենք մեքսիկացիներ։ Ճանաչված ազգանուն է Մեքսիկայում, բայց Հովհաննիսյանն էլ Այո, պակաս ճանաչված չէ։ Եթե ֆուտբոլիստներին հիշեցինք, ապա հիշենք նաև մեր Հովհաննիսյանին, Խորեն Հովհաննիսյանին։ Իսկ բռնցքամարտիկ Արտյոմ Հովհաննիսյանը շարունակում է ուրախացնել մեզ։ Վերջին մի քանի մենամարտերի ընթացքում Արտյոմը պարզապես հրաշալի մարտեր անցկացրել, մի քանի անգամ առիթ եմ ունեցել ներկա գտնվել նրա մենամարտին եւ ամեն անգամ Գյումրեցի այս երիտասարդը պարզապես համեստորեն երբեք մեծ խոստումներ չի տվել մարտից առաջ ու միշտ ասել է ես իմ խոսքը կասեմ ռինգում, այո, տեսնենք այս վերջին 4-5 մենամարտերը, որ քանակով է ավարտել, ինչպեսին կլինի վերջ այս մեկը, որ կայանում է Կալիֆոռնիայում Չումաշ խաղատան սրահում։ Marquez also told us he thought Hovanesian was slow. Obviously he was wrong. You know you can be slow, but if you throw straight punches. Եվս մեկ թռիչքով հարված, սիրում է ցածկով ներքևից հարված է, օպերկոտը կողքի հարվածները լավ ստացվում են։ Շատ հանգիստ է իրեն զգում։ Ահանով Աչ ուղիղը։ Archie is looking for the formula right now. Yeah, he's trying to figure things out. You can see. Շոու թայմը այս վերջին շրջանում ավելի հաճախակ է ուշադրություն դարձնում հայ բռնցքամարտիկներին։ Նա նաև պայմանագիր ունի Ազատ Հովհաննիսյանի մենամարտերի ցուցադրման համար։ Իշտե մարտում առաջին մարտը, ահա տեսնում եք, հենց առաջին մերձամարտը լինում առավելությունը անմիջապես անցնում է Արտյոմ Հովհաննիսյանի կողմը։ Այս ռաունդը կավարտվի եւ ես կշարունակեմ իմ միտքս շոու թայմի եւ մեր բռնցքամարտիկների համագործակցության արդյունքում ինչպեսի հետաքրքիր ու ավելի հաճախակի մենամարտերի ենք մենք ականատես լինում։ Արտյոմ Հովհաննիսյանը չի շտապում հանգիստ, զգում է ռինգը, զգում է մրցակցին, տարածությունը եւ փորձում է եւ հեռու տարածություններից միավորներ վաստակել եւ իհարկե մոտ տարածությունում նա պայքարից չխուսափելով նորից տեսնում եք եւս մեկ հարված, եւս մեկ աչարված ու կրկին հաշիվը բացված է, նորից նոկդաուն։ Մարկեսը դժգոհում է, բայց ռինգի մրցավար ավելի մոտ էր կանգնած, հարվածը այո, նպատակին կրկին վերջին վարկյաններին, ռաունդի վերջին վարկյաններին Արտյոմ Հովհաննիսյանը հասցնում է նոկդաունը ենթարկել մրցակցին եւ շոու թայմի եւ հայ մարզիկների մասնակցությամբ Արտյոմ Ազատ Հովհաննիսյանը նույնպես ճիշտ առաջին մարտը պարտվեց, բայց հետո նրա այդ համառության եւ աշխատասիրության ու գեղեցիկ մարտ անցկացնելու համար շոու թայմը արդեն իհարկե Վախթանգ Դարչինյանի անմիջական ցանկությամբ ու միջամտությամբ Ազատ Հովհաննիսյանը կշարունակի շոու թայմի ուշադրության կենտրոնում մնալը, տեսեք հարվածը, աչարվածը եւ նպատակին է հասնում, իսկ մրցակիցը Այ այս հարվածի ճիշտ է հետևի հատվը հարվածից քսվելով անցավ, բայց նոկդաուն կար։ Դժգոհում եմ։ Հնարավոր է մինչև այդ հարվածը արդեն ստացել էր։ Կորցրել էր նա, կոորդինացիան կորցրել էր եւ չէր կարողանում իրեն արդեն ոտքերի վրա պահել եւ նման դեպքերում պարոն Անտոնյան, երբ ծնկում ես ուրեմն մրցավարը պետք է հաշիվ Երեք կետից եթե դու հպվել ես հատակին, արդեն պետք է հաշիվ բացի։ Չորրորդ ռաունդն է բարեկամներ։ Արտյոմ Հովհաննիսյան, Արչի Ռեյ Մարկես։ Արտյոմը վստահ է զգում իրեն, տիրապետում է ռինգի բոլոր հատվածները, կարծես թե իր հսկողության տակ է։ Եվ նահանջելիս եւ հարցակելիս լավ տիրապետում է։ Զգում է, ինքը կարևորը զգում է, մարտը զգում է եւ մրցակցին շատ լավ այդ տարածությունը զգալով կարողանում է թելադրել իր կամքը։ Հասրեց նաև ուսումնասիրել։ Երևի 1-2 րոպե էր հարկավոր, որպեսզի ռինգում զգա թե ով է նրա մրցակիցը եւ ինչպիսի մարտավարություն պետք է անցկացնել։ Ահա եւս մեկ հարված։ Հանգիստ, որտեւ
Մարկեսը շարունակ տեսնում եք հարվածի ժամանակ, երբ որ փորձում է մարտվել, նա պատտվում է եւ այդ ընթացքում Արտյոմ Հովհաննիսյանի կողմից հարված է ընդունում։ Հետաքրքիր է, որ պատտվում է հենց աջ ձեռքի ուղղությամբ, աջ ձեռքի հարվածի տակ անգնում։ Hovanesian trying to draw him in again, and as he steps forward, catches him with the right hand. Wasn't able to extend it as much as he wanted to, but an effective punch nonetheless. Անձասերները պահանջում են դա գալիս է վստահությունից, մարզիկի վստահությունից, իր պատրաստվածությունից, կարևոր է ռինգում, երբ դուք ես շատ հանգիստ ես զգում։ Տեսնում եք, մեքսիկացի մարզասերներն են Արչիին ոգևորում։ Դա նկատեցին նաև ամերիկացի մեր գործընկերները։ Սպասում է, տեսեք ինչ դիրքով սպասում է։ Մի քանի վայրկյան կանգնած տեղում մնաց եւ կտրուկ գործողության էր սպասում Արտյոմը։ But I think Marquez's happy feet are hurting him because he's not in position to punch at every second as Hovanesian is. Անպայման երկրորդ հարվածը անհրաժեշտ է։ Ես մարզասերներին հիշեցնեմ, որ Արտյոմ Հովհաննիսյանի առաջին մարզիչը եղել է Գյումրիում, եղել է Վարուժան Դավթյանը, պարոն Անտոնյան, լավ հիշում եք։ Այո, Վարուժան Դավթյանը նաև ուրիշ աշակերտները Բագրատ Ծանրքաշային, որը աշխարհի չեմպիոն դարավ Արգենտինայում, երիտասարդների շատ լավ բռնցքամարտիկ էր, բայց կարծում եմ, եթե չեմ սխալվում, Վարուժանը հիմա Հայաստանում չէ, նա տեղափոխվեց Անգլիա, Լոնդոնում էր, այնտեղ էր աշխատում, բայց այժմ ես տեղեկություն չունեմ, այնտեղ ապրում էր։ Ամենայն դեպս Վարուժան Դավթյանը հպարտանալու տեղ ունե, որ այսպիսի սան է ունեցել եւ ժամանակ այսպիսի սան է ունեցել եւ այսօր Արտյոմ Հովհաննիսյանը սիրողական բռնցքամարտը թողնելուց հետո նաև հրաշալի մենամարտեր է անցկացնում նաև պրոֆեսիոնալ ռինգում։ Ընդամենը 2,500 հանդիսականներ, գուցե մի փոքր ավելի քիչ լինի ներկա այս մենամարտին, սա շոու թայմի կազմակերպած երեկո է, որտեղ այսօրը տեղի են ունենում մոտարապես 6-7 մենամարտեր, բայց կարծում եմ Արտյոմ Հովհաննիսյանի տեսնում եք, Արտյոմ Հովհաննիսյանը գուցե մի փոքր թեթև վնասվածք է ստացել, բայց կարծում եմ այդ վնասվածքը ամենևին էլ զգացնել չի տա։ Բացված չէ, այտուցված է։ Մարկեսի համար գուցե ավելի լուրջ են վնասվածքները, որտեղ հարվածներն ավելի շատ են ընդունել։ Իհարկե 1-2 հարված այնուամենայնիվ մեքսիկացին հասցրեց նպատակին հասցնել, բայց այդ հարվածները պարզապես միավորներ են, որ Արտյոմին ցնցելու համար ոչինչ դա չէր տալիս։ This fight being dominated so far by Art Hovanesian. 5-րդ ռաունդն է բարեկամներ, Արտյոմ Հովհաննիսյան, Ռեյ Մարկես։ Հետևում ենք այս մարտին Հայաստանը ներկայացնող ևս մեկ բռնցքամարտիկ առաջին մի փոքր հանգստացավ, ստիպում է, որպեսզի մրցակից ավելի շատ տեղաշարժվի, ավելի շատ ինքը փորձի գրոհներ ձեռնարկել, որպեսզի այդ ընթացքում Արտյոմը հասցնի Այո, խելացի բռնցքամարտիկը ինքն է ստեղծում պահը։ Նա է ստիպում, թելադրում է ղեկ իր ձեռքին եւ կրկին նոկդաուն, երրորդ նոկդաունը բարեկամներ արդեն այս մենամարտի։ Զգացում է բացահայտ առավելությունը։ Այ հիմի պետք է արդեն գրոհը շարունակել, կրկնել, չթողնել, որ ուշքի գա։ Ինչպես եղավ Վանես Մարտիրոսյանի ժամանակ։ Ժամանակ ունե 1 րոպե 25 վայրկյան եւ Արտյոմը կարող է վերջացնել այս մարտը։ Պահը պետք է օգտագործել։ Շարունակել է պետք եւ արագացնել, որպեսզի չհանգստանա, չկողմնորոշվի մրցակիցը, թե ինչ է կատարվում իր հետ։ Այո, մինչև ուշքի գալը արդեն հաղթանակի հասնել։ Hovanesian a little bit winded after going for the knockout. Փոխեց կեցվածքը։ Still got a minute to go. Marquez trying to survive. No, the pressure is all on Archie right now, even if he does survive, because, as I said, he can't win on points. He's only won 1 round. Ուշացրեց ժամանակն արդեն անցավ եւ կարծես թե Արտյոմը յուրաքանչյուր ռաունդում փորձում է մեկական նոկդաունով Just a steady target. ավարտել։
Hovhannisyan bending at the knees a little bit, presenting different targets. Նորից հետ կանչում է իր վրա հակառակորդին։ Սա նույնպես տակտիկական գործողություն է։ Բայց հետաքրքիր է որ Մարկեսը դա արդեն զգուշանում է։ Hovhannisyan answers. The only criticism I'd have of Hovhannisyan is not punching to the body, but when you land and hurt Գլխով the guy վտանգավոր with շարժում։ a throw, it's kind of hard to aim for the body. Final seconds of round 5. Hovhannisyan knocked Marquez down for the third time in this fight. վերջ եւս մեկ ռաունդ ավարտվեց։ Արչի։ Հետաքրքիր է այս պահին ինչ են ցույցում տալիս մարզիչները։ Ավելի շատ գրոհել թե պաշտպանվել։ Կարծում եմ գրոհելու դեպքում նա ամբողջությամբ բացում է իր խաղաքարտերը եւ հնարավորություն տալիս Արտյոմին Արտյոմը հանդիպակաց հարվածներին լավ զգում է եւ այդ հանդիպակաց հարվածները շատ վտանգավոր են։ Այս մեկ րոպե ընթացքում հարկավոր է եւ կարգի բերել ուշադիր դիտենք հոգնածությանը։ Աչ հարվածը հանդիպակաց հարվածեց եւ անմիջապես ինքը դուրս եկավ։ Տեսեք հարված ու ծնոտին ուղիղ հարված ծնոտին։ գեղեցիկ էր։ Սա արդեն ուսուցողական հարված կարելի է համարել։ Այո, Արտյոմի կողմից շատ դիպուկ ու նպատակային հարված էր։ իսկ ծնոտը ամենախոցելի տեղն է բռնցքամարտիկի եւ ծնոտին հարվածը 6-րդ ռաունդն է բարեկամներ։ Հետևենք։ Ժամանակն է ստում է Արտյոմն արդեն այս ռաունդում եթե հասցնի շուտ նոկդաունը ենթարկել, ուրեմն պիտի հասցնի միջև վերջ տանել մարտը։ Անգիստ է չի շտապում, ահա տեսեք հարված, աչ հարվածը կողային կրկին նպատակին հասավ։ 29 years old, so if he wins this fight, he's certainly on the way to doing that. Probably going to make a move pretty quickly. This is only an 8-round fight. Հիմնականում կիսակողքի այդ հարվածները շատ վտանգավոր են, կրոս հարվածները։ Bennett 5 times hasn't lost, going more than 6. Archie Ray 3 times. Մարզասերներն էլ ոգևորվեցին։ Archie Ray past 6. He needs Արտյոմին ստիպում են մարտի գնալ չսպասել որպեսի մրցակիցը ինքը գա Նորից նույն Այ հարվածն է։ օպերկոտ հարված էր սա արդեն այն իր թակավորական հարվածը, որ վերջ մրցավարը անմիջապես դադարեցրեց մարտը, որտեղ դժվար թե մարտը կարողանար այո շատ ուժեղ ու ծանր դիպուկ հարված ստացավ ծնոտին։ Կեցես Արտյոմ, կեցես, ապրես։ Ժամանակից շուտ վերջացրեց։ Տեսեք ինչ հանգիստ, առանց ոգևորվելու, առանց ռինգի այդ Այո, շատ պարանների վրա համեստ բարձրանալու։ Ապրես։ Այո, տեսեք ինչ ծանր հարված էր մինչև անգամ արդեն 30-ն էլ որ հաշվեն չի վերկենա։ Դժվար, ինձ թվում է պարզապես կարևորը որ աչքերը բացեց եւ շնորհակալություն ասում, որ նրա կողքին էր Էդմոնդը շնորհավորեց առաջինը մարզիչը, եւ Վանես Մարտիրոսյանը, Գաբրիել Տոլմաջյանն էլ էր այն։ Այո, Գաբրիելն էլ։ Ընկերները առաջինը արդեն ռինգի հարևանությամբ նրա կողքին են։ Հաճելի է, երբ հաղթում է Սահա Տոլմաջյանն է շնորհավորում նրան։ Արտյոմ Հովհաննիսյանին մենք նույնպես շնորհավոր ենք բարեկամներ, հրաշալի մենամարտ անցկացրեց, եկավ եւ շնորհակալություն հայտնեց, իհարկե ներողություն խնդրելով ուժեղ հարվածի համար, շատ վտանգավոր հարված էր։ Մարկեսը ինձ թվում է դեռ երկար կհիշի, ահա օպերկոտ, գեղեցիկ հարված։ Հարվածից խուսափեց եւ Այո, անցավ հարվածից եւ ներքևից ուժգին ձախ հարվածով տեսեք։ Իր սիրած հարվածը նպատակին հասրեց։ And Hovhannisyan with perfect timing as he exhibited all fight took advantage. Good call by the referee. Դիտենք մեկ անգամ եւս կարելի է դիտել ու հիանալ։ Fortunately, Archie Ray's Արտյոմ Հովհաննիսյանի մենամարտով կեցես եղբայր ապրես։ Հուլիս ամսվա մենամարտերը ժամանակից շուտ անցան երկու բռնցքամարտիկների։ Երագույնը թիկունքին գցած, պարտորեն։ Ով է լինելու հաջորդ մրցակիցը։ Ում է գետին տապալելու մեր բռնցքամարտիկը կիմանանք իհարկե շուտով։